Դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երեկոյան ժամերկությունից առաջ հազարավոր մարդիկ էին եկել պաշտպանելու Մայրաթորը եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Անհանգստության եւ մտահոգության պատճառը նախորդ օրը հայկական ժամանակ լրատվամիջոցի տարածած հայտարարությունն էր, որում մի խումբ եպիսկոպոսներ կոչ էին հղել գալ Մայրաթոր հայոց հայրապետին հանգստի կոչելու պահանջով։ Սոցիալական հարթակներում բուռն ընդվզում էր սկսվել, արձագանքել էին բազմաթիվ հավատացյալներ, հոգևոր դասը, քաղաքական խմբավորումներ, անհատներ։ Դեկտեմբերի 18-ի առավոտյան հրապարակվեց Մայրաթորի պաշտոնական հայտարարությունը զգաստության եւ աղոթքի կոչով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն էր հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով եւ զգաստության կոչ ուղղում սրբազան հայրերին զերծ պահելու ժողովրդին հուզումներից եւ գործելու բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Երեկոյան ժամերկությունից առաջ արդեն Մայրաթորում հոծ բազմություն էր հավաքվել։ Եկել էին հազարավոր հավատացյալներ, հոգևորականներ, քաղաքական եւ հանրային գործիչներ, մտավորականներ։ Մեծ ու փոքր խմբերով Մայրաթոր եկած մարդիկ պարբերաբար վանկարկում էին հայրապետի անունը, որով անմիջապես լռեցնում էին սակավաթիվ մարդկանց գոչյունները, որոնք համախմբված էին կարգալույց եղած նախկին հոգևորականների շուրջ։ Հանրապետության գրեթե բոլոր լրատվամիջոցները լուսաբանում էին աննախադեպ իրադարձությունը։ Մայրաթորի տարածքը լի էր նաև ոստիկաններով։ Ոստիկանական շարքերով եւ խմբերով փակ էին մայրավանք բերող մուտքերը, բացի կենտրոնականից։ Երեկոյան ժամը 5-ին հայրապետական թափորը վեհարանից շարժվեց դեպի Մայր տաճար, որտեղ հայրապետի հանդիսապետությամբ երեկոյան ժամերկություն էր կատարվելու։ Հավատացյալները չլքեցին Մայրաթորի տարածքը ժամերկության ավարտից հետո էլ։ Վեհապար հայրապետին իրենց որդիական սերն ու հավատարմությունը արտահայտելու համար պարբերաբար մարդիկ ինքնաբուխ երգում էին հայրապետական մաղթանքը։ Երեկոյան ժամերկության ընթացքում Մայրաթոր Սուրբ Էջմիածին եկան նախօրեին հայտարարություն տարածած եւ Մայրաթոր գալու կոչ արած 10 եպիսկոպոսները։ Սրբազանները եկան միկրոավտոբուսով։ Ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ եպիսկոպոսների խումբը քայլեց դեպի Տրդատ թագավորի կամար։ Նախ անուշավան եպիսկոպոս Ժան Կոչյանը, ապա Վազգեն arczepiskopos Միրզախանյանը փորձեցին խմբի անունից հայտարարություն ընթերցել, բայց այն այդպես էլ լսելի չդարձավ, քանի որ ողջ բազմությունը վանկարկումներով ամոթանք էր հնչեցնում։ Սուլոցների ներքո հեռացող սրբազաններին շրջապատեցին բազմաթիվ լրագրողներ։ Եպիսկոպոսները չպատասխանեցին լրատվամիջոցների հարցերին, ապա փութաջանորեն լքեցին Մայրավանքի տարածքը դարձյալ շրջապատված ոստիկանների խմբով։ Սուրբ Էջմիածնին եւ հայոց հայրապետին աջակցելու եկած հարյուրավոր մարդիկ դեռ մի քանի ժամ չլքեցին Մայրաթորը։ Մարդիկ սկսեցին ցրվել միայն այն բանից հետո, երբ նորին սրբությունը տաճարից վերադարձավ կաթողիկոսանիստ վեհարան։ Ուշ երեկոյան վեհարանում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Վռամ Խանամիրյան, Մեսրոպ Ավետիսյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։